Դուք այդ քաշերի հետ, ասեք, քաշերը, որոնք որ գրված են, շատ ենք տեսնում, հավելումների մասին նաև միֆերը որքանով են դրանք արդյունավետ, դրանց մասին են շատ Գնացինք առաջինը 40 կիլոգրամ օրինակ նիհարելու պարագայում քանի ամսում է հասնում մարդը այդ արդյունքին։ Տղամարդիկ ավելի արագ են նիհարում։ Կանայք մի փոքր ավելի դառնալ, որովհետև կանայք ավելի ստրեսային են, տղամարդիկ ավելի ստրեսակայուն։ Հետևաբար 4 ամսում հնարավոր է 40 կիլոգրամ նիհարել։ Կարող ենք նիհարել նույնիսկ 5 ամսում, եթե օրգանիզմում հեղուկի քանակը ավելի շատ է, պրոֆեսիոնալ տարբերակով առանց սովամահության։ Այսինքն, այդ նույն մարդը 40 կիլոգրամ 4 ամսում նիհարում է օրինակ, օգտագործելով 1 կիլոգրամ միս օրը։ Դուք ուտում եք օրը 1 կիլոգրամ։ 1 կիլոգրամ միս, 2 կիլոգրամ բանջարեղեն օրը։ Դուք ուտում եք։ Այսինքն առանց սովամահության մարդը ավելի շատ ուտելով նիհարում, այս ճիշտ տարբերակն է։ Իսկ չկա տեղ ջրազրկման խնդրեմ։ Ավտոմատ ջրազրկվում է մարդը։ Բայց եկեք հաշվենք, դա ճիշտ է, իհարկե։ Եթե մենք ունենք 120 կիլոգրամ ավելորդ քաշ, նիհարեցինք 20 կիլոգրամ, դրանից մոտավորապես 17 լիտր ջուր դուրս գալի, 16-17 լիտր։ Հիմա եկեք հաշվենք, այդ 17 լիտրը երիկամների վրա ծանրաբեռնվածության թե չէ։ Հա, իհարկե։ Այսինքն ճնշման բարձրացումա տեղ ունենում։ Ինֆարկտ կլինի, չէ։ Այսինքն մենք բայց հետո թողելուց հետո նորից չի հավաքելու այդ քաշը։ Դե խնդիրը ջրազրկումը չի բերում։ Այն վայրը, որտեղ դու նիհարում ես, քեզ սովորեցնում են հետագայում պահել քաշը, թե ոչ։ Տրեյնինգներ կա, թե ոչ։ Այսինքն, եթե ճիշտ եմ հասկանում, եթե մի անգամ մտար դու այս ամեն ինչի մեջ, ամբողջ կյանքդ պարտավոր ես գնալ այդ ճանապարհով։ Չէ, մի անգամ մտար, սովորում ես, սկսում ես սիրել ինքդ քեզ ու սկսում ես զբաղվել ինքնազարգացմամբ մարմնի ուղղությամբ։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։